Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Դավիթ Գարեջիի հիշատակի օրը։ Դավիթ Գարեջիի վանքում նորին սրբություն եւ երանություն ամեն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Մցխեթա Թբիլիսի arczepiskopos եւ Բիճվինթիի եւ Ծխում Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III տոնի կապակցությամբ մատուցել առաջին պատարագը։ Հիշեցնենք Դավիթ Գարեջիի տոնակատարությունը վերականգնվել է 2018 թվականին։ Գորիում տեղի ունեցած բռնություններում մեղադրվող ոստիկաններից մի քանիսը տեղափոխվել են Թբիլիսի Դիղոմի կալանավայր, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել։ Ոմանք խաշուրիում են մնում։ Հիշեցնենք, դատախազությունը 6 անձի ձերբակալել է ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորությունների բռնի չարաշահման մեղադրանքով։ Գործը վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեսագրություններին, որտեղ մի քանի ոստիկաններ ծեծի են ենթարկում քաղաքացուն։ Բռնության հետևանքով էապես խախտվել է զոհի իրավունքները, ինչպես նաև վնաս է հասցվել նրա առողջությանը, ասվում է դատախազության հայտարարության մեջ։ Հանցագործությունը նախատեսում է 5-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։ Պապունա Լոցուլաշվիլին Վիվալդի կլինիկան լքել է ուշ գիշերը։ Վիվալդիի տնօրենի խոսքով տուժածը ինքն է դիմել կլինիկա, կատարվել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։ Հիվանդի բողոքի հիման վրա նրան զննել է վնասվածքաբանը, նյարդաբանը, նկատվել են մակերեսային վնասվածքներ, որոնք չեն պահանջել ստացիոնար բուժում։ Լիագումար նիստում քննարկվել է Գորիում տեղի ունեցած բռնության փաստը։ Հանուն Վրաստանի կուսակցության անդամ Սոփյո Խորգուանի խոսքով վերոնշյալ միջադեպը միանգամյա չէ, այլ համակարգային խնդիր է։ Իշխող կուսակցությունը համաձայն չէ ընդդիմադիր падգամավորի հետ։ Նրանք ասում են, որ իրավապահ մարմինները անմիջապես արձագանքել են միջադեպին։ Այսօր կրթության նախարարը հարցաքննվում է խորհրդարանում։ Գիվի Միքանաձեն հանուն Վրաստանի խմբակցության կողմից կանչվել է օրենսդիր մարմին։ Падգամավորների հարցերը վերաբերում են կրթության ֆինանսավորմանը, կադրային քաղաքականությանը, ենթակառուցվածքներին, ծրագրերի բաշխմանը եւ այլ կարևոր հարցերի։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժգոհ է մայիսի 26-ին կայացած բողոքի ցույցից։ Սաակաշվիլին այս մասին գրառում է սոցիալական ցանցում։ Բողոքի երթը դեռևս ինձ մոտ դժգոհության զգացում է թողել։ Գլխավոր հարցին պատասխան չի տրվել, որոնք են հաջորդ քայլերը։ Մենք ինժեներներ ենք փնտրում հեղափոխական զրահապատ մեքենայի համար, գրառում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Կրկին գնահատականների թեման Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև հարաբերությունների վերաբերնումն է, ընդդիմության ներկայացուցիչների փորձը կանխելու այդ շփումների վերականգնումը։ Ամեն կերպ բոլոր միջոցներով մեր երկրի շահերին հաստատված վնասը դրսից ժամանակակից օրջոնիգի ծեների կողմից, այսպես են գնահատվում խորհրդարանական մեծամասնության կողմից Գեորգի Կանդելակի հակահեղափոխության պատրաստված զեկույցի հիման վրա հրապարակված հոդվածները։ Վրաց-ուկրաինական հարաբերությունները եւ հաղորդակցության վերագործարկումը Թբիլիսիում քաղաքական գնահատականների թեմա են։ Մի քանի օր առաջ ՄԱԿ-ը համատեղ բանաձև ընդունեց, որով դատապարտեց Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա։ Համատեղ բանաձևը ստորագրվել է մոտ 50 երկրի կողմից, այդ թվում Վրաստանի կողմից։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շիբիկան նույնպես շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարին իրենց աջակցության համար։ Ազգային շարժում կուսակցության անդամներ Վասո Ուրուշաձեն եւ Լաշա Պարուլաշվիլին ճեպազրույց են անցկացրել։ Օրակարգում վրացական երազանքի կողմից տուգանքների բարձրացման հարցն է։ Նրանց խոսքով մայրաքաղաքի հիմնական խնդիրներից մեկը կայանատեղերի հարցն ու համապատասխանաբար Կախակալաձեի չիրականացված խոստումներն են։ Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հանդիպել է Վրաստանում օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքների, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Հանդիպման ժամանակ Զուրաբ Պատարաձեն նախարարին ներկայացրել է Աջարիայի առողջապահության ոլորտում իրականացվող եւ իրականացվելիք նախագծերը եւ նշել, որ որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացումը տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական առաջնահերթություններից մեկն է։
Արդարադատության նախարարը ծանոթացել է Լայտուրի թիվ 1 քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներին և իրականացվելիք ծրագրերին։ Հաստատությունում կկառուցվեն կինոթատրոնի, վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի դաշտեր, ինչը կնպաստի դատապարտյալների վերասոցիալականացման և վերականգնողական գործընթացին և կստեղծվի լրացուցիչ կրթական, մշակութային և մարզական հնարավորություններ նրանց համար։ Լայտուրիի քրեակատարողական հիմնարկը ամենաբարձր չափանիշներին համապատասխանող առաջին հաստատությունն է Վրաստանում։ Հաստատությունում տղամարդ և կին դատապարտյալները տեղավորված են մեկ տարածքում միմյանցից մեկուսացված՝ համապատասխան անվտանգության չափանիշներին համապատասխան։ Սքիլվիլ շվեյցարական քոլեջը հյուրընկալում է «Հմտությունների և նորարարությունների ֆորում 2026»-ը։ Պետական բիզնեսի և կրթության ոլորտի ներկայացուցիչները միավորվել են մասնագիտական կրթության, տեխնոլոգիաների և աշխատաշուկայի ժամանակակից մարտահրավերների շուրջ լայնածավալ միջոցառման շրջանակներում։ Ֆորումի հիմնական թեման ժամանակակից հմտություններն են, մասնագիտական կրթության վերափոխումը և տեխնոլոգիական ուղղությունների զարգացումը Վրաստանում։